Բարի լույս, ժողովուրդ ջան։ Ինձ թվում է հանդիպած կլինեք մարդու տեսակ կա, ով կոպիտ թողջեն չի բարս, բայց մակաբույցի նման է ապրում, այսինքն փորձում է ուրիշի հաշվին ապրել։ Ինքը ի բնե, ի ծնե ստեղծող չէ, արարող չէ, բայց ուրիշի ստեղծագործությունն ու արարչությունը վերցնում է իրեն եւ ցույց է տալիս մյուսներին, որ ինքն է դա արել։ Այնինչ իրականության մեջ մարդը Աստծո պատկերն ու նմանությունը ունի եւ ստեղծված է Աստծուն նմանվելու համար, Աստծո նմանություններից, Աստծուն նմանվելու ճանապարհներից մեկը արարելու, ստեղծելու, սեփական անձից արտադրելու, այսպես ասած, տարբերակն է, որ բոլորը պետք է ունենան, որովհետեւ մարդը պետք է նմանվի Աստծուն այդ ճանապարհով։ Եվ ինչու՞ չէ, ինչ որտեղ նաեւ քո սեփական արտադրությամբ, ճագերտներով արտադրությունը շատ դեպքերում լավ ես զգում, բավարարվում ես, ուրախանում ես։ Սակայն այս տեսակը չէ։ Նա չի սիրում արտադրել, նա սիրում է սпасել, թե ով պիտի արտադրի, որ ինքը գնա եւ կծվի այդ արտադրության process-ին եւ մակաբույծի նման ուղակի վայելի կամ վերցնի այն, ինչ որ կարող է վերցնել այդ արտադրանքից, բայց երբ պահը գալիս է, ուրեմն ներկայացնում է իրեն, որ դա ինքն է արել, դա այդպես է։ Ուրեմն սիրելիներս, այս է ճանապարհից մտածումը, ճիշտ է, վատ մտածում է, տխուր մտածում է առավոտյան, բայց նաև ի նկատի ունենալու հարց է։ Եվ այդ տեսակ մարդկանց համար պետք է աղոթենք, որպեսզի Աստված նրանց շտկի, նրանց միտքը բացի, նրանց կամքը բացի, նրանց ոգին բացի եւ աշխատասիրությունը, որպեսզի իրենք էլ ինչ որ ձևով արտադրեն, որովհետեւ պտուղը ստեղծելու մեջ է, ոչ թե ուրիշի ստեղծածը վայելելու կամ ուրիշի ստեղծածը մսխելու։ Բարի օր ձեզ։